Բարի գալուստ մայրիկների ակումբ։ Հղիություն մեծ տարիքում, արդյոք միշտ է լեցուն ռիսկերով և վտանգներով։ Հրաշագործ տակդիների ընտրությունից մինչև կիրառման նրբություններ, օգնության է հասնում մանկաբույժը։ Հեռուստադիտող մայրիկի նամակը կքննարկենք տաղավարում հոգեբանի օգնությամբ։ Երեխային պետք է սովորեցնել լինել շնորհակալ, ինչպես հարցի պատասխանը կօգնեն գտնել գործնական խորհուրդներ առաջարկելով։ Իսրայելում անցկացված բժշկական հետազոտությունների համաձայն մեծ տարիքում հղիացած կանանց շրջանում մահացության ցուցանիշը շատ ավելի ցածր է։ Երուսաղեմի Հադաս Ein Քերեմե կլինիկայի մասնագետների կարծիքով նման օրինաչափությունները կարող են պետք գալ ծերության մեխանիզմների ու դրանց դեմ պայքարի մեթոդների ուսումնասիրման ժամանակ։ Իսկ ահա Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ դեռահաս մայրերի երեխաները դպրոցական ծրագիրը դժվարությամբ են յուրացնում, իսկ ահա տարիքով ավելի մեծ մայրիկների երեխաները դպրոցում ավելի լավ են սովորում։ Իհարկե դրական բազմաթիվ փաստերի մասին կարելի է խոսել, բայց արի ուտես, որ բժշկության տեսանկյունից մեծ տարիքում հղիացած կանայք ակամա հայտնվում են ռիսկի խմբում։ Մայրիկների ակումբում է գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյանը։ Ողջույն բժշկուհի։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Այսօր խոսում ենք մեծ տարիքով հղիների մասին։ Նախ պետք է խնդրեմ սահմանեք, թե ովքեր են համարվում ու ներգրավում այդ խմբում, այսպես ասած։ Հիմնական շեշտը դրվում է առաջնածինների վրա, այսինքն առաջին հղիության մասին է խոսքը։ Եթե առաջին հղիությունը կնոջ մոտ տեղի է ունենում 35 տարեկանից բարձր, նման հղին համարվում է հասակավոր առաջնահղի կամ առաջնածին, այսպես ասած, եթե դա արդեն ծննդաբերության մեջ է մտնում։ Հիմնական շեշտը դրվում է առաջնածինների մոտ, որովհետև եթե կինը չի կատարել դեռևս իր վերարտադրողական ֆունկցիան, բնականաբար 35 տարեկանից հետո ծագում են մի շարք բարդություններ։ Սկսենք նրանից, որ դժվարանում է նաև հղիության process-ը, բուն հղիանալու process-ը, այո, քանի որ 35 տարեկանից հետո կնոջ մոտ հորմոնալ փոփոխությունների հետևանքով, բացի դա ձվարանային ռեզերվի սակավացման հետևանքով, բնականաբար կարող են ծագել որոշ դժվարություններ եւ 35 տարեկանից հետո իհարկե մի քիչ վաղ է ասելը, սակայն 40-ից եւ ավելի բարձր տարիքում բնականաբար գումարվում են նաեւ սոմատիկ հիվանդություններ, մի շարք սոմատիկ հիվանդություններ, որոնք նույնպես կարող են ունենալ նման տարիքային խմբի կանայք եւ բնականաբար դժվարանում է ինչպես հղիանալու խնդիր է առաջանում, այնպես էլ կարող է առաջանալ խնդիր այդ հղիությունը բարեհաջող իր ավարտին ելքին հասցնելը։ Կանայք հայտնվում են ակամա ռիսկի խումբ կոչվածում կամ ռիսկային հղիներում եւ հատուկ այցելություններ, հատուկ ուշադրություն, հատուկ հետազոտություններ հղիության ընթացքում։ Անպայման նրանք համարվում են հասակավոր առաջնահղի եւ ունեն իրենց հետազոտման առանձնահատուկ պլան։ Բացի այդ ամեն ինչը, ինչ որ ես նշեցի, դժվարանում է հղիանալը, հղիության բարեհաջող ընթացքը եւ այլն, գումարվում է եւս մեկ ֆակտոր։ Դա պտղի զարգացման արատների ֆակտորն է, որը 35 տարեկանից բարձր կանանց մոտ բնականաբար բարձրանում է տարիքային խմբի հետ, եթե համեմատենք ավելի երիտասարդ կանանց մոտ, ռիսկի խումբ են նրանք մեծ տոկոսային թիվ է կազմում պտղի զարգացման արատները։ Դա պայմանավորված է ձվարանների DNT-ի, այսպես ասած, այդ ժառանգական ինֆորմացիայի հնացման հետ, այսպես ասած, ծերանալու հետ, քրոմոսոմային ապարատի ծերանալու հետ, որի հետ կապված պտղի զարգացման արատները բնականաբար մեծ թիվ են կազմում այդ կանանց մոտ, ովքեր կանխատեսել բժշկուհի հղիության ընթացքում կարող են կանխատեսել, կան որոշակի հետազոտություններ, հորմոնալ հիմնականում հետազոտություններ, ինչպես նաև սոնոգրաֆիկ մի շարք սկրինինգային տեստեր, որոնց ընթացքում հայտնաբերվում է պտղի զարգացման արատը վաղ հայտնաբերում հնարավոր է ապահովել։ Կինը այլ ինչ խնդիրների է բախվում հղիանալով հասուն տարիքում ավելի։ Բարձրանում է նաև տոկոսային թիվը հղիության կրելախախտերի, այսինքն հղիությունը մինչև վերջ հասցնելու։ Նախ մեծ տարիքում ավելի հաճախ են դիտվում վիժման վտանգներ փոքր ժամկետներում եւ մեծ ժամկետներում կարող են լինել նաեւ վաղաժամ ծննդաբերության ռիսկ։ Բնականաբար այդ իսկ առումով նույնպես այդ իսկ տեսանկյունից նույնպես բարձր ռիսկի խումբ են կազմում մեծահասակ կանայք, ուստի եւ ամեն դեպքում մինչեւ ծննդաբերություն եւ ծննդաբերության ընթացքում նույնպես նրանք համարվում են բարձր ռիսկային խումբ։ Ինչպես նաեւ հետծննդյան շրջանը կարող է մի փոքր ավելի բարդ ընթանալ ավելի տարիքով կանանց մոտ արգանդի կրճատման եւ այլն խնդիրների հետ կապված կարող են մի շարք բարդություններ ավելի շատ լինել։
կատարել։ Սակայն եթե այդ բոլորը հաղթահարվում է, մնում է միայն վայելել, այսպես ասած, իրենց մայրությունը, եւ որպես բժիշկ ես չեմ կարող խրախուսել իհարկե մեծ տարիքում հղիությունը, սակայն նաեւ որպես բժիշկ եւ որպես գինեկոլոգ պետք է ասել, որ մայրանալը երևի թե ոչ մի տարիքում ուշ չի։ Մանավանդ որ հաշվի առնենք, որ ներկայումս կան շատ զարգացած վերարտադրողական տեխնոլոգիաներ, որոնք օգնում են հղիանալու ցանկացած տարիքում, այսպես կարելի է ասել, գրեթե կարելի ասել ցանկացած տարիքում, եւ հորմոնալ պրեպարատներ լավ կան այդ արսենալում, այսպես ասած, որոնք օգնում են հղիությունը հասցնել մինչև հաղթական ավարտին, այսպես ասած, սակայն այնուամենայնիվ պետք է կանայք նույնպես մտածեն այդ ամենի մասին եւ ժամանակին պետք է երևի թե պլանավորել իրենց հղիությունը, իրենց ծննդաբերությունը, ամեն ինչ պետք է արվի իր ժամանակին, իհարկե։ Իսկ եթե խոսում ենք ծննդալուծման տարբերակի մասին, եթե չկան հստակ ցուցումներ, ապա արդյոք մեծ տարիքով կանանց ցուցված է միայն կեսարյան հատումը, թե հնարավոր է այստեղ տարիքային մի փոքր երևի թե տարանջատենք, եթե կինը օրինակ 35 տարեկան է կամ 36 տարեկան է, ունի նորմալ անամնեզ, այսինքն որևէ խնդիր չունի բարդացած, հղիությունը ընթացել է հարթ, որևէ ցուցում չկա կեսարյան հատման, իհարկե կարելի է փորձել ծննդալուծել նրան բնական ճանապարհով, եթե ամեն ինչ իհարկե ընթացել է հարթ։ Եթե ծննդաբերության ժամանակ լինում են շեղումներ, նման դեպքում բնականաբար խնդիրը այո, պլանը շեղվում է դեպի կեսարյան հատում։ Սակայն օրինակ 42 տարեկան կնոջը, 44 տարեկան կնոջը առաջարկել փորձել բնական ճանապարհով գտնում են բարձր ռիսկային, որովհետև բացի այն ամենը, որ կարող է ամեն ինչ հարթ ընթանալ, այո, կարող է, բայց ոսկրային համակարգն էլ է ենթարկում մի շարք փոփոխությունների ավելի հասուն տարիքում եւ բնականաբար երեխայի եթե ամեն ինչ դնենք մի կողմ հորմոնալ փոփոխություններ, ծննդաբերության ժամանակ անգամ շեղումներ չլինեն, ապա բուն ծննդաբերության ժամանակ կարող է եւ կոնքային խնդիրներ առաջանան։ Շնորհակալ եմ զրույցի համար։ 20-րդ դարի ամենագործածական հայտնագործություններից մեկը մանկական տակդիրն է։ Լինելով 3 թոռնիկների պապիկ, քիմիկոս Վիկտոր Միլսը ստիպված էր ժամանակ առ ժամանակ խնամել նրանց։ Երեխաների տակաշորերը փոխել լվանալով Միլսը չափազանց շատ ժամանակ ու նյարդեր էր վատնում։ Հենց նման մի հոգսաշատ օր էլ գիտնականի գլխում ծնվեց մանկական մեկանգամյա տակաշոր ստեղծելու գաղափարը։ Քիմիկոս պապիկը այդ ժամանակ գաղափար անգամ չուներ, որ դառնալու է աշխարհի գրեթե բոլոր մայրիկների սիրելին։ Ժամանակակից մայրիկներն այլևս չեն պատկերացնում երեխայի խնամքի գործընթացն առանց տակդիրի, բայց միևնույն ժամանակ դրա հետ կապված հարցերն անսպառ են։ Մանկաբույժի խորհուրդները միանշանակ կօգնեն ապագա նորատի մայրիկներին։ Նորատի մայրիկներին հետաքրքրում ու անհանգստացնում է փոքրիկի առողջությանն ու հարմարավետությանն առնչվող ցանկացած հարց։ Մայրիկներին հաճախ մտահոգող հարցերից մեկն էլ տակդիրների ընտրությունն է։ Ինչպես ընտրել փոքրիկի համար ճիշտ եւ որակյալ տակդիր։ Շատ մայրիկների նման նորաթող մայրիկ Աննային էլ է հետաքրքրել այս հարցը։ Աննան որոշեց տակդիրի օգտակար կամ վնասակար լինելու բոլոր մանրամասները պարզել մանկաբույժից։ Տակդիրները ունեն մի շարք առավելություններ, հիմնականում դա ազատ շարժումներն են ապահովում երեխայի, որը անհրաժեշտ է կոնքազդրային հոդի ճիշտ զարգացման համար։ Ունի նաև այլ առավելություններ, հիմնականում դա մաշկի խնամքի հետ կապված ավելի ապահով են երեխայի համար։ Պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի տակդիրները լինեն այսպես կոչված շնչող տակդիրներ։ Դրանք այն տակդիրներն են, որոնք իրենց վերին շերտում պարունակում են, վերին շերտը կազմված է թղթից։ Դրանք համարվում են շնչող եւ կլանիչ բարձրորակ մեծ քանակությամբ նյութեր են պարունակում։ Փոքրիկի համար տակդիր գնելիս առաջին ուշադրություն դարձրեք տակդիրի ճիշտ չափսի ընտրությանը։ Յուրաքանչյուր տակդիրի վրա նշվում է, թե որքան քաշ ունեցող փոքրիկի համար է այն նախատեսված, թե մեծ եւ թե փոքր չափսի տակդիրները կարող են առաջացնել մի շարք խնդիրներ։ Փոքր համարի տակդիրները նախ սահմանափակում են երեխայի շարժումները։ Բացի այդ, կարող են նաև հարել, գրգռել մաշկը եւ վերքեր առաջացնել։ Տակդիրի չափսի ճիշտ ընտրությունից բացի կարևոր է պահպանել նաև հիգիենայի կանոնները։ Տակդիրը պետք է փոխել 2-3 ժամը մեկ անգամ, բայց եթե երեխան արթնացել է եւ անհանգիստ է եւ դու մայրը տեսնում է, որ երեխայի մոտ աղիները գործել են, միանշանակ պետք է փոխել, չպետք է սպասել։ Դա առավելագույն ժամանակն է նշվում։ Պետք է եւ ավելի հաճախակի, եթե կարիքը կա, ավելի հաճախակի փոխել։ Եթե տակդիրները հաճախակի չենք փոխում եւ 2-3 ժամից ավել է մնում, դա կարող է բերել երեխայի մոտ դերմատիտների մաշկաբորբերի առաջացման։
Երեխային նոր տակդիր հագցնելուց առաջ անպայման հոսող ջրով լվացեք նրան, հետո նոր միայն հագցրեք տակդիրը։ Այդ ընթացքում մի մոռացեք օդային լոգանքների մասին։ Թույլ տվեք, որ փոքրիկի մաշկը մի քանի րոպե շփվի օդի հետ։ Մաշկաբորբերից խուսափելու համար շատ մայրիկներ դիմում են ցանափոշու օգնությանը։ Մասնագետները խորհուրդ են տալիս բացառել դա։ Ցանափոշին մեզի հետևանքով վերածվում է տհաճ զանգվածի, ինչը վնասում է երեխայի մաշկը։ Եթե երեխայի մաշկը որևէ խնդիր չունի, ապա տակդիր հագցնելիս կարող եք որևէ քսուկ չօգտագործել կամ օգտագործել հատուկ տակդիր օգտագործելուց առաջ կիրառվող քսուկներ աննշան քանակությամբ։ Տակդիրի հետևանքով առաջացած ցանկացած մաշկային խնդրի դեպքում մանկաբույժները խորհուրդ են տալիս ինքնագործունեությամբ չզբաղվել եւ դիմել մասնագետի օգնությանը։ Դուք ճանաչում եք մայրիկի, ով երեխայի խնամքի ու դաստիարակության հետ կապված հարցեր ու մտահոգություններ չունենա։ Կարծում եմ, չեք մտաբերի։ Մայրիկների ակումբում մենք պատրաստ ենք օգնել բոլոր ծնողներին, ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները։ Շաբաթվա ընթացքում ծրագրի շրջանակներում մենք տաղավարում քննարկում ենք մեր հեռուստադիտողների ուղարկած նամակները, ևս մեկին կպատասխանենք առաջիկա զրույցի ընթացքում։ Մայրիկների ակումբում է հոգեբան Մարիամ Մատնիշյանը։ Ողջույն Մարիամ։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք, հիմա մեր տաղավարում եք եւ հուսանք զրույցից հետո նամակ, որը քննարկելու ենք, նամակի հեղինակին իսկապես ձեր խորհուրդները օգնած կլինեն։ Շտապեմ ընթերցել նամակը։ Չգիտեմ ճիշտ եմ թե սխալ, հուսով եմ հոգեբանը ինձ կհասկանա ու կասի եթերից մեղավոր եմ թե ոչ։ Ամուսինս 1 տարի է ինչ հեռացել է մեզանից, ունեմ տղա երեխա, ով հիմա 2 տարեկան է։ Բաժանվելուց 2 ամիս հետո ամուսինս կարծես մոռացավ տղայիս մասին, սկսեց անգամ չգալ, չտեսնել նրան, գոնե այն ժամանակ գալիս էր շաբաթը 1 օր տանում զբոսանքի, հետո սկսեց մենակ զանգել, հետո էլ զանգում էր ամիսը մի անգամ։ Ես սարսափում էի այդ վարքագծից, դրա համար սկսեցի ինքս դրթել երեխայիս հորը, զանգում եմ, ստիպում եմ, որ գոնե շաբաթը մի օր գա, զանգի, խոսի երեխայի հետ, նվերներ եմ անընդհատ գնում ու տալիս, ասելով պապատ է ուղարկել։ Ախր կարծում եմ, որ առանց հոր երեխաս լիարժեք չի մեծանա, բայց ինչքան կարող եմ ստիպել, չգիտեմ շարունակել այդպես, թե ոչ։ Հետաքրքիր տարբերակ էր, սովորաբար Հայաստանում կարծում եմ դուք էլ ինձ հետ կհամաձայնեք, մեր հասարակության մեջ ընդունված է ցավոք սրտի իհարկե ամուսնալուծությունից հետո կոտրել, վառել բոլոր կամուրջները, հա, իսկ այս մայրիկը փաստորեն անում է ամեն ինչ, որպեսզի տղամարդը, հայրիկը երեխայի կապ հաստատի, կապ պահի երեխայի հետ։ Կարծում եմ, որ բավականին խելացի կին է, այսինքն հասկանում է, հա, գիտակցում է, որ հորդերը ինչքան կարևոր է երեխայի կյանքում։ Բայց այստեղ մի փոքր խառնաշփոթություն կա, այսինքն մենք բոլորս էլ գիտենք, որ երեխայի կյանքում շատ կարևոր են 2 ծնողներն էլ։ Երեխան ծնվում է 2 ծնողից եւ իդեալական տարբերակը, որ երեխան մեծանա ամբողջական ընտանիքում եւ ունենա իր կողքին եւ մորը եւ հորը։ Բայց ցավոք իրականության մեջ դա ոչ չի որ պատահում է։ Բայց դա դեռ չի նշանակում, որ մայրը պետքա գիտեք ինչ, մի փոքր կոպիտ կհնչի, բայց խաբեության, հա, դիմի, որովհետև նվերները դա հայրիկը չի։ Այսինքն, եթե ինքը փորձում է հոր հետ կոնտակտ հաստատի, եթե ինքը փորձում է հորը ներգրավի իր երեխայի կյանքի մեջ, դա բավականին լավ եւ դրական քայլ է իր կողմից։ Բայց ամեն դեպքում անընդհատ նվերներ առնել եւ փորձել երեխային խաբել, բացը այդպես լրացնել, որովհետեւ խաղալիքը միևնույն է հայրը չի։ Սկսենք այդտեղից։ Եվ երկրորդը այն, որ երեխան ինչքան էլ ուզում է ինքը փոքր լինի, ինքը միևնույն է ինտուիտիվ կերպով զգում է, որ հայրը չկա։ Այսինքն ավելի ճիշտ կլինի, որ մայրը երեխայի հետ խոսի եւ բացատրի, որ գիտես հայրը չի կարողանում գալ, որովհետև դժվարություն ունի, կամ գուցե աշխատանք ունի, կամ խնդիրներ ունի։ 2 տարեկան երեխայի հետ կարելի արդեն սկսել քննարկել նման թեմաներ։ Իհարկե։ Քննարկել գիտեք ոնց չեմ ասում ինչ որ sense, հա, դիվանների մատնվեն, բայց ուղղակի ասի, հա, որ գիտես երևի հայրիկին կարոտում ես, բայց ինքը զբաղված է, ինքը կգա քեզ մոտ, ու ինքը քեզ շատ սիրում է, ինքը քեզ չի թողել, որովհետև դա շատ կարևոր է երեխայի համար, որպեսզի երեխան զգա ու իմանա, որ ինքը սիրված է։ Այսինքն չեն թողել, որովհետև
չեն սիրում իրեն։ Առաջին խորհուրդը, որ կարող ենք տալ մայրիկին, սա երեխայի հետ շատ խոսելն է, հա, հայրիկի մասին պատմելը, դրական ներկայացնելը, իհարկե գտնել նաև արդարացումներ, թե ուր է կորել հայրիկը։ Դրական ինչ որ սահմանի մեջ, հա, որպեսզի այդ դրականը իրականից դուրս չգա։ Պարզ է, որպեսզի վաղը փաստորեն երեխան չբախվի հակառակ իրականության, հակառակ պատկերին ու մեղադրի այստեղ։ Այո, որովհետև երեխաները միևնույն է, իրանք շատ լավ հասկանում են եւ զգում են ինտուիտիվ ինչա կատարվում, բայց այդ անընդհատ նվերները, որոնք որ լինում են, սա բացառել է պետք ըստ մասնագետի։ Հա, խորհուրդ երկրորդ, փաստորեն սիրելի մայրիկ, հայրիկի անունից առարկայական որևէ բան մի գնեք ու մի նվիրեք երեխային։ Իսկ այ հիմնական մայրիկի նախաձեռնությունը հայրիկին անդադ հետ բերել, ստիպել, խնդրել, որ զանգի։ Երևի դա ինչ որ հարցը, որ իրանց մեջ է կախված, իրանց միջև երկուսի միջև հարցն է։ Այսինքն ստիպել ինչքան կարող է ինքը ստիպել։ Ու ինչի համար է, այստեղ հարցը առաջանում, նաև ինչի համար է այդ մոր համար այդքան կարևոր, որ այդ հայրիկը անընդհատ լինի։ Փաստորեն կինը նշել էր, որ զուտ երեխայի համար, որովհետև առանց հոր երեխաց լիարժեք չի մեծանա, հա, այսպես էր ձևակերպել։ Բայց հայրը այսպես թե այնպես չկա, հասկանում եք։ Հայրը այսպես թե այնպես չկա։ Ուրիշ բան, եթե ինքը հիշեցնի հորը, որովհետև դա էլ կա մեր հասարակության մեջ, հա, որ ոչ բոլոր դեպքերում, բայց նկատվում են հաճախ նման դեպքեր, որ հայրերը միշտ իրանց ավելի այսպես կողք են քաշում, հա, որպես հայրիկ, բայց դա չի նշանակում, որ ամեն շաբաթ գա տեսնի, եթե ինչքան ինքը պիտի ստիպի։ Այսինքն, եթե 1-2 անգամ հայրիկը ինչ-որ բան մոռացել է, ինչ-որ բան չի հիշում, խոստում, հնարավոր է, բայց պարբերաբար փաստորեն արդեն ինչքան ժամանակ էր կինը նշել է, որ 1 տարի է ինչ հեռացել է մեզանից, սկզբում դեռ գոնե զանգահարում է, շաբաթը 1 անգամ գալիս, իսկ հիմա փաստորեն դա էլ չի անում։ Նշանակում է ժամանակի ընթացքում տղամարդու այս տեսակը, հա, նրանից ենթադրելի է սպասել, որ ընդհանրապես կկորի ու կմոռանա իր երեխային։ Այստեղ ուղղակի հարցը առաջանում, ինչքան ժամանակ ինքը կարող է ստիպելով այդ տղամարդուն ներգրավի եւ որպեսզի այդ տղամարդը գիտակցի իր հորդերը եւ հասկանա, որ ինքը հայր է։ Բայց այնուամենայնիվ փաստորեն ձեր կարծիքով սխալ մոտեցում չէ փորձելը։ Սխալ մոտեցում չէ, որովհետև դա այնքանով ճիշտ մոտեցում է, որ այդ կինը, այդ մայրը ինքը գիտակցում է, որ երեխայի կյանքում պիտի լինի հայր, պիտի լինի տղամարդ եւ ինչքանով կարեւոր է հոր դերը երեխայի կյանքում։ Բայց դա էլ հա մի փոքր ինչ որ սահմանի այստեղ հարց է։ Եթե ինքը ինչ որ ժամանակը մեկ զանգի, հիշացնի, հա, ոչ մեկ չի ասում, որ ընդհանրապես կապը կտրի եւ չզանգի այդ հորը։ Գուցե ինքը իր նախկին ամուսնուն ավելի լավ է ճանաչում, գուցե դա այն տղամարդն է, ով որ սովոր է որ իրեն ասեն։ Հա, դրա համար ես ասեցի մի քիչ իրանց ներքին կապի հետ է կապված, որտեվ կարող է ինքը այդ տեսակ տղամարդ է, մի փոքր ավելի ոչ, ասենք, կառուցված, ոչ այդքան հասուն, ով որ կարիք ունի, որ իրեն անընդհատ, որ գիտեք ինչ, ում պետք է անընդհատ հիշացնել։ Միանշանակ այսպես չի կարելի ասել։ Եվ գուցե այդ կինը զգում է ինտուիտիվ, որ այդ մարդն ում պետք է ասել, դրա համար անընդհատ իրան զանգում է եւ հիշացնում է։ Բայց ինքը պետք է միշտ իր գլխում ունենա, որ չի կարող մշտական դա անել եւ չի կարող զորով այդ մարդուն ստիպել դառնալ հայր։ Եթե ինքը չի կարոտում, եթե ինքը չի գալիս, ինչքան կարող է։ Այսինքն կինը ներքին փորձաշրջան պետք է սահմանի նաև իր համար, այո, փորձելը հատկապես երբ երեխայի մասին ենք խոսում, փոխհարաբերությունների մասին, փորձել պետք է, հա, որոշ շրջան, որից հետո այնուամենայնիվ արդեն նա կհասկանա պետք է շարունակել թե ոչ։ Ինչն է նաև կարևոր, որ պետք չի շատ կենտրոնանալ ու ֆիքսվել նրա վրա, որ հայրը պարտադիր պետք է անընդհատ ներկա լինի։ Այն ամակից հասկացում եմ, որ մայրիկը սարսափում է այդ փաստից, առանց հայրիկ երեխա մեծացնելու։ Այսինքն ինչ որ շատ ուժեղ է ֆիքսվել այն մտքի վրա, որ հայրիկը պիտի անընդհատ ներկա լինի, ինքը պարտադիր պետք է ներկա լինի, ու եթե ինքը չկա, հենց մաման է ինքը այնպեսի, ասենք, պանիկայի մեջ անգնում, որ արդեն դրանից էլ երեխան էլ բնական է իրեն ավելի թույլ կզգա։ Ուրեմն առաջին հերթին երևի մայրիկը նաև
պետք է սկսի աշխատել իր վրա, հասկանալու համար միանշանակ թեկուզ մասնագետների օգնությամբ, որ մեր օրերում առանց տղամարդու էլ հնարավոր է առողջ, լիարժեք երեխա դաստիարակել, ձևավորել, այնպես որ փորձեք այդ խուճապը հեռու վանել ձեզանից, որովհետև դրանից նաև երեխան է շահում, այդ տագնապն էլ է զգում, հետագայում նա հոգեբանական շատ ավելի լուրջ խնդիրներ միգուցե ունենա։ Առհասարակ յուրաքանչյուր երեխայի, որպեսզի ինքը մեծանա եւ զարգանա, լինի առողջ, լինի ուրախ եւ վստահ, ինքը պետքա տեսնի իր կողքը վստահ եւ ուրախ, այո, ուժեղ ծնողին։ Որովհետեւ մենք գիտենք, ես ասում եմ, իդեալական ընտանիքներում, հա, լավագույն տարբերակը, որ ամբողջական ընտանիք լինի, բայց իրականության մեջ շատ բաներ են կատարվում։ Եվ դա չի նշանակում, որ եթե չկա, ուրեմն վերջ, ուրեմն երեխան պիտի թերարժեքության մարդույթ ունենա, թույլ լինի կամ ինչ-որ բանով պակաս լինի, չէ։ Ու դա առաջին հերթին պետք է մայրը հասկանա։ Հուսանք, Մարիամ, մեր զրույցը կօգնի մայրիկին, նամակի հեղինակին, նա կկարողանա ճիշտ որոշում ներկայացնի այսուհետ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Եկեք խոստովանենք, որ ցավոք մենք մեծահասակներս հաճախ ենք զարմանում, երբ տարիքով փոքրիկ երեխաների շուրթերից լսում ենք այս բառը։ Իրականում դեռ նորածնային հասակից է պետք երեխային սովորեցնել շնորհակալ լինել։ Երախտագիտության զգացումը հատկություն է, որը ձևավորվում է ընտանիքում, ծնողի օրինակով, իսկ հետո ամբողջ կյանքում այն օգնում կամ խանգարում է մեզ մարդկային փոխհարաբերություններում։ Այնպես որ չմոռանաք դրա մասին։ Հաջորդ տեսանյութը դիտելուց հետո ել ավելի լավ կպատկերացնեք, ինչպես է պետք սովորեցնել երեխային շնորհակալ լինել։ Ապրես, կեցցես, դու ինձ շատ օգնեցիր, շնորհակալ եմ։ Այս արտահայտությունները պարզապես գովեստի խոսքեր չեն։ Սրանք զորավոր բառեր են, որոնք փոքրիկներին դաստիարակելու գործընթացում հիանալի օգնականներ են։ Երեխաներին դեռ վաղ հասակից պետք է սովորեցնել շնորհակալ լինել։ 5 պարզագույն քայլ դրան հասնելու համար։ Գոհունակ լինել եւ շնորհակալ լինել որակը, սա շատ մի կարևոր առանձնահատկություն է, հատկանիշ է ցանկացած մարդու համար, որը մեզ առաջնորդում է ամբողջ մեր կյանքի ընթացքում եւ կարծում եմ, որ նա շատ կարևոր է նաեւ այն սերմանել հենց վաղ հասակից, փոքր տարիքից։ Ինչքան շուտ երեխան զգա, իմանա, գիտակցի, հասկանա կամ կարողանա վերարտադրի եւ փոխանցի մյուսներին այդ շնորհակալ լինելու հատկությունը, որակը, այնքան կարծում եմ ինքը իրեն ավելի կոմֆորտ եւ մի փոքր այն ասվածը երջանիկ լինելու զգացողությունը կարող է ունենալ։ Խորհուրդ առաջին. գոհունակ ու շնորհակալ փոքրիկ դաստիարակելու լավագույն տարբերակը ծնողի անձնական օրինակն է։ Օրվա ընթացքում ցանկացած պատեհ առիթով մի մոռացեք բարձրաձայն շնորհակալություն հայտնել ձեր հարազատներին, հարևաններին, անծանոթներին եւ իհարկե ձեր փոքրիկներին։ Խորհուրդ երկրորդ. երեխաների ներկայությամբ հաճախ խոսեք, թե դուք որքան շնորհակալ եք ձեր գործընկերներին ու մտերիմներին ձեզ այս կամ այն առիթով աջակցելու համար։ Մանրամասնորեն բացատրեք երեխային, թե ինչու է ձեզ համար կարևոր այս կամ այն մարդու օգնությունը։ Ձեր օրինակով ձեր փոքրիկն էլ կսկսի գնահատել ու շնորհակալ լինել իրեն շրջապատող մարդկանց։ Խորհուրդ երրորդ. շնորհակալ լինելու համար նախ պետք է արժևորել ունեցածը։ Շատ կարևոր է, որ երեխան նախ գիտակցի, հասկանա, թե ինչի համար պետք է շնորհակալ լինի։ Այդ իսկ պատճառով խոսեք փոքրիկի հետ, օրինակ. ես շնորհակալ եմ, որ ունեմ քեզ նման խելացի ու առողջ բալիկ։ Դու էլ պետք է շնորհակալ լինես, որ ունես քեզ այդքան սիրող քույրիկ կամ եղբայր։ Ամենապարզ օրինակը երեխային սովորեցնել շնորհակալ լինել, օրինակ, ասել երեխային նրա մասին, որ ես այնքան գոհ եմ եւ այնքան երջանիկ եմ եւ ուրախ եմ, որ դու հենց դու ես իմ աղջիկը, իմ տղան, ես շնորհակալ եմ, չգիտեմ, Աստված պապիկից կամ չգիտեմ ումից, որ դու հենց դու ես։ Սրանով փոխանցել երեխային հենց այդ գոհունակություն ասվածը եւ փոխանցել այդ շնորհակալ լինելը եւ երեխան դա գնահատում է։ Դա թող լինի ամենապարզ, պրիմիտիվ, շատ կենցաղային փոքր բաներից։ Խորհուրդ չորրորդ. ի նշան ձեր շնորհակալության երբեմն գտեք առիթներ, որոնց համար կարող եք պարգևատրել ձեր փոքրիկներին։ Այնուհետև նրանց էլ սովորեցրեք իրենց շնորհակալությունը հայտնելու համար փոքրիկ անակնկալ պատրաստել, օրինակ հայրիկի կամ տատիկի համար։ Խորհուրդ 5-րդ. հոգեբանները վստահեցնում են, որ շնորհակալական բացիկներ պատրաստելու միջոցով անգամ հնարավոր է երեխային սովորեցնել շնորհակալություն հայտնել։ Առաջարկեք փոքրիկին սեփական ձեռքերով պատրաստել շնորհակալական բացիկ եւ նվիրել ընկերներին
ընկերներին կամ ընտանիքի անդամներին։ Շնորհակալական բացիկները կարելի է նվիրել նաև անծանոթ անցորդներին։ Գոհունակությունը, շնորհակալ լինելը, սեփական անձի եւ շրջապատող աշխարհի նկատմամբ բավարարվածության զգացողություն ունենալը մարդուն դարձնում են բարի, հոգատար եւ որ ամենակարևորն է, երջանիկ։ Մայրիկների ակումբը ուրախ, ժպտերես, բանիմաց, ժամանակակից մայրիկների ակումբ է։ Միացեք մեզ, եթե դեռ մեր թիմի անդամ չեք, գտեք մեզ Facebook-ում, լրացրեք մեր ակումբի անդամ դառնալու հարցաթերթիկը, գրեք մեզ ձեզ հուզող ու հետաքրքրող թեմաների մասին, ուղարկեք նամակներ, որոնք կքննարկենք անմիջապես տաղավարում մասնագետների օգնությամբ, եւ իհարկե գրեք մեզ, եթե ցանկանում եք մասնակցել մեր տաղավարային քննարկումներին կամ ցանկանում եք, որ ձեր փոքրիկները դառնան մեր տեսանյութերի հերոսները։ Մեր բոլոր թողարկումները տեղադրված են առաջին ալիքի կայքում։ Այսքանից հետո մնում է հիշեցնեմ մեր կարգախոսը՝ մայր լինելը ոչ թե հոգս է, այլ երջանկություն։